Այսօր մարդկության խնդիրներից մեկն այն է, որ մենք սկսել ենք վիրտուալ կյանքով ապրել, բայց դեռ դժվար ենք այն տարբերում իրական կյանքից։ Հաճախ մենք վիրտուալ տիրույթում մեր իրական կերպարին քիչ ենք համապատասխանում ու չափից դուրս իրական ենք ընդունում վիրտուալ կյանքում կատարվող երևույթները։ Սոցիալական ցանցերում խնդրեմ են դառնում նաև մարդկանց հարաբերությունները։ Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում հաճախ ստիպված ենք շփվել անծանոթ մարդկանց հետ։ Նման շփումները կարող են վերածվել վեճերի, հատկապես լարված ներքաղաքական իրավիճակում ինքներդ էլ գիտեք, որ վեճերը համ շատ են, գրեթե անընդհատ, համ էլ մեղմ ասած շատ թեժ։ Ու նման վեճերում շատ հաճախ ներքաշվում են տարօրինակ օգտատերեր, ֆեյքեր, որոնք շատ ագրեսիվ են, հարձակվող, անպատվող, հայհոյող։ Նման ֆեյքերն օգտվում են հանգամանքից, որ գտնվում են վիրտուալ տիրույթում եւ թաքնված են դիմակի հետևում։ Գիտեն, որ ոչ մի ֆիզիկական կամ իրավական հետևանք չի լինելու իրենց նկատմամբ։ Եվ շատ հաճախ իրական մարդիկ, որոնք բաց դեմքով են մասնակցում նման վեճերին, ազդվում են, նյարդայնանում, նույնիսկ վատանում։ Փորձում են գտնել ֆեյքին, դա չի ստացվում, գիշերներով չեն քնում, հյուծվում են, հաճախ այնքան են ազդվում, որ դուրս են գալիս սոցցանցից, ջնջում հաշիվը եւ այլն։ Իսկ ֆեյքի ուզածն էլ հենց դա է։ Իրականում ֆեյքերի հետ շփման process-ում, եթե մենք ազդվում ենք ու տառապում, հենց իրենց խաղի կանոններով ենք առաջնորդվում եւ անում իրենց ուզածը։ Մինչդեռ պետք է հակառակ ձևով վարվել։ Առաջինը, երբեք ֆեյքի ասածից չի կարելի նյարդայնանալ։ Մի ընկալեք որպես ռեալ իրական մարդու ասած։ Երկրորդ, ֆեյքերի հետ հարկավոր չէ վիճել։ Դուք օրինակ մկան կամ մորեխի հետ դժվար թե վիճեք սթափ վիճակում։ Եվ երրորդը, պարզապես արգելափակեք ու բողոքեք նման ֆեյքի դեմ ու հանգիստ շփվեք նորմալ մարդկանց հետ։